Իսկ որ պետությունն է ներկայացնում Սամվել Կարապետյանը, Հայաստանի Հանրապետությունը թե այլ պետություն։ Այս հարցի պատասխանը հենց որ գտնենք, ամեն շատ ավելի պարզ կլինի, չնայած ես կարծում եմ, որ այս հարցի պատասխանը ակնհայտ է, որովհետև պիտի հասկանալ Սամվել Կարապետյանի կենսական շահերի գոտին որ պետությունն է, եթե օրինակ Հայաստանի համար վատ լինի, արդյոք Սամվել Կարապետյանի համար նույնքան վատ կլինի, թե կարող է հանկարծ լինի սցենար, որ Հայաստանի համար եթե վատ լինի, Սամվել Կարապետյանի համար ավելի լավ կլինի։ Եվ սա վերաբերում է նաև մյուսներին, օրինակ խորհրդարանական ընդդիմությանը, օրինակ Ռոբերտ Քոչարյանին, որ պետությունն են իրենք ներկայացնում, ոչ թե որ պետության քաղաքացի են, այլ որ պետությունն են իրենք ներկայացնում, որ պետության շահերն են իրենք սպասարկում։ Եթե օրինակ Հայաստանի համար լինի վատ, Հայաստանի ինքնիշխանության համար լինի վատ, արդյոք Ռոբերտ Քոչարյանի համար նույնքան վատ կլինի, թե կարող է հանկարծ Ռոբերտ Քոչարյանի համար ավելի լավ լինել։ Այս հարցերի պատասխանները ես կարծում եմ, որ ակնհայտ է, եւ ակնհայտ է նաեւ նրանով, թե որ պետությունից եւ ովքեր են հանդես գալիս այս մարդկանց շահերի պաշտպանությամբ։ Երբ որ մենք այս ամեն ինչը համադրում ենք, փազլը սիրուն հավաքվում է եւ նկարը ավելի պարզադառնում։ Հիմա տեսեք ինչա կատարվում մեր շուրջը։ Այսինքն դա նոր չի սկսվել, բայց մեր տարածաշրջանում, աշխարհում մենք տեսնում ենք, որ կոնֆլիկտները գնալով ավելի թեժանում են, անվտանգային համակարգը դառնում է շատ ավելի անկայուն, եւ մենք որպես պետություն պիտի կարողանանք այս փոթորկոտ աշխարհում գտնել մեր տեղը, կայուն հարաբերություններ հաստատել առաջին հերթին մեր հարևանների հետ եւ ապահովել մեր պետության ինքնիշխանությունը։ Հիմա օրինակ այսօր վարչապետը գնացել է Թուրքիա, հանդիպում է Թուրքիայի նախագահի հետ։ Հայաստանը տարբեր ուղղություններով իրականացնում է բալանսավորված եւ բալանսավորման հարաբերություններ։ Հայաստանի կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը վարչապետի գլխավորությամբ Հայաստանի ճակատագրի տնօրինման քաղաքականություն է իրականացնում։ Եվ այս պայմաններում, երբ որ մենք կանգնած ենք ահա այսպիսի կարևոր խաչմերուկի առջև, Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, խորհրդարանական ընդդիմությունը իրենք ամեն ինչ անում են Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխություն անելու համար։ Կարող է պարզվի, որ Հայաստանի ճակատագիրը ուրիշի տնօրինմանը հանձնելու համար են դա անում, որովհետև մեր պայքարը որպես իշխանություն այն բանի համար է, որ մենք մեր երկրի, մեր պետության, Հայաստանի Հանրապետության համար ապահովենք անվտանգություն, ինքնիշխանություն, մեր ժողովրդի համար ապահովենք բարեկեցություն, եւ դրա համար պարտադիր է, որպեսզի մենք կարողանանք խոսել բոլորի հետ, առանց միջնորդի, առանց երրորդ կողմի, որովհետեւ պատմությունը ցույց է տալիս, որ այդ երրորդ կողմերը մեր փոխարեն գնում խոսում են ուրիշների հետ, իրենց առևտուրն անում են, եւ հետո մեր ճակատագիրը որպես մանրադրամ տալիս են ուրիշին կամ դնում են իրենց գրպանը։ Հիմա մենք ուզում ենք կոտրել պատմության այս ընթացքը, մենք ասում ենք, որ ոչ, մենք պիտի խոսենք մեր հարևանների հետ, մենք պիտի կառուցենք մեր արտաքին հարաբերությունները, մենք ունենք մեր շահերը, մեր ինքնիշխանությունը եւ մեր քաղաքականությունը գնում է այս տրամաբանությամբ։ Մենք խաղաղության օրակարգն ենք առաջ մղում, մենք ուզում ենք Հայաստանի համար բացել խաղաղության դարաշրջան, որպեսզի մեր ժողովուրդը մեր պետության մեջ աշխատի, արարի։ Հիմա կան ուժեր, որոնք որ ամեն ինչ անում են, որ այս գործընթացը տապալեն, ամեն ինչ անում են, որ այս գործընթացը խափանեն։ Եվ իրենց համար առաջին քայլը Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխությունն է։ Իշխանափոխությունից հետո ես համոզված եմ, որ այդ ուժերը նպատակ ունեն Հայաստանի Հանրապետությունում սկզբից վերցնել իշխանությունը եւ հետո Հայաստանի Հանրապետության ճակատագրի տնօրինումը հանձնել երրորդ պետության թել։ Այլ հայ-առաքելական եկեղեցու բարձրաստիճան ղեկավարության մի մասը Կտրիչ Ներսիսյանի միջոցով է միացել, որովհետեւ էլի գալիս եմ առաջին հարցին, որտեղ է գտնվում Կտրիչ Ներսիսյանի կենսական շահերի գոտին։ Կարող է պարզվի, որ Կտրիչ Ներսիսյանի եղբոր Եզրասի շրջակայքում է գտնվում Կտրիչ Ներսիսյանի կենսական շահերի գոտին։ Որտեղ է գտնվում։ Հայաստանի Հանրապետությունում է արդյոք գտնվում, թե Հայաստանի Հանրապետությունում չի գտնվում։ Մեր պատմական առանձնահատկությունը երկար ժամանակ եղել է այն, որ մեր վերնախավերի կենսական շահերի գոտին գտնվել է միշտ Հայաստանից դուրս։ Միշտ Հայաստանից դուրս է տնտեսական, քաղաքական, անձնական, ընտանեկան, բոլոր տեսակ շահերի գոտիները հիմնականում գտնվել են Հայաստանից դուրս։ Դրա համար, երբ որ Հայաստանի համար վատ է եղել, իրենց համար միշտ չի որ վատ է եղել։ Պետության ղեկավարությունը եւ վերնախավը սեփական կյանքը ամբողջությամբ, սեփական շահերն ամբողջությամբ պիտի փոխկապակցեն սեփական պետության հետ, այդ տարածքի հետ, որտեղ որ իրենք ապրում են եւ որի ճակատագիրն իրենք ուզում են որոշել։ Հիմա ես նորից եմ ասում, Ռոբերտ Քոչարյանի կենսական շահերի գոտին տնտեսական, ֆինանսական,
քաղաքական շահերի գոտին արդյոք Հայաստանի Հանրապետությունն է, թե միայն Հայաստանի Հանրապետություն, որովհետև պետք է միայն Հայաստանի Հանրապետությունը լինի, գլխավորապես Հայաստանի Հանրապետությունը լինի։ Ես համոզված եմ, որ իրենց կենսական շահերի գոտին ուրիշ երկրներում են։ Իրենք այլ պետություններ են ներկայացնում, եւ դա է պատճառը, որ իրենք այստեղ ուզում են վերցնել սկզբից իշխանությունը, հետո Հայաստանի Հանրապետությունը սկուտեղի վրա մատուցել ուրիշ պետությանը, եւ այդ պետությունն արդեն ինքը իրենով կորոշի թե ինչ անել, ինչ չանել, եւ այդ ժամանակ արդեն ուշ կլինի ինչ որ բան անել, որովհետեւ հայտնի խոսք կա, չէ, ասում է ուշ է ձեռքը խփել սեղանին, երբ որ դու արդեն ընթրիք ես։ Ահա Ռոբերտ Քոչարյանն եւ մյուսները, ովքեր որ այսօր Հայաստանի Հանրապետությունում փորձում են իշխանափոխություն անել, իրենք պարզապես ուզում են Հայաստանը որպես ընթրիք մատուցել ուրիշ պետությունների սեղանին եւ այդտեղ գլխավոր դժոխ կողմը լինելու է ժողովուրդը, որովհետեւ Ռոբերտ Քոչյանի եւ մյուսները իրենց տնտեսական, ֆինանսական հարցերը այդ արդյունքում լուծելու են այդ ամեն ինչի արդյունքում։ Իրենք ստանելու են իրենց մրցանակը։ Իսկ հայ ժողովուրդը մնալու է նույն կոտրած տաշտակի առջև։ Եվ դա մենք թույլ չենք տալու ոչ մի դեպքում։ Այդ հարցը կարևոր հարց է, որը պետքա դնել սեղանի եւ ընդհանրապես տեսնել, հասկանալ ովքեր են խնդիր տեսնում այն բանի մեջ, որ Հայաստանը որպես ինքնիշխան պետություն հարաբերություններ է կառուցում իր հարևանների հետ, ուզում է բացել սահմանները, ուզում է զարգացնել տնտեսական առևտրային հարաբերություններ, ուզում է որ սեփական քաղաքացիներն ու ժողովուրդը Հայաստանում ապրեն լավ եւ բարեկեցիկ, առևտուր անեն, որ երկրներին սա ձեռք չի տալիս։ Ինչու ձեռք չի տալիս։ Եթե կա մի երկիր, որ Հայաստանի լավն է ցանկանում, ոնց կարող է այդ երկրին շահեկան չլինի, որ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորի։ Թուրքիան մեր տարածաշրջանի խոշոր խաղացող պետություն է։ Եվ մեր շահերից է բխում, որպեսզի մենք Թուրքիայի հետ ունենանք բնականon հարաբերություններ, կարողանանք անել առևտուր, բացենք կոմունիկացիաները, հաստատենք միջպետական եւ դիվանագիտական հարաբերություններ, եւ սա մեր ճանապարհն է։ Կարող է պարզվի հանկարծ, որ մենք, երբ որ Թուրքիայի հետ հարաբերություններ ենք հաստատում, մի ուրիշ երկրի մենաշնորհն ենք վերցնում Թուրքիայի հետ խոսելու։ Մենք պիտի Թուրքիայի հետ խոսենք ինքներս, որպես ինքնիշխան պետություն։ Մենք պիտի Իրանի հետ խոսենք ինքներս, որպես ինքնիշխան պետություն։ Մենք պիտի Ադրբեջանի հետ խոսենք ինքներս, որպես ինքնիշխան պետություն, Վրաստանի հետ խոսենք ինքներս, որպես ինքնիշխան պետություն, Ռուսաստանի հետ, Եվրոմիության հետ, Միացյալ Նահանգների հետ, Չինաստանի, Հնդկաստանի բոլորի հետ։ Մենք կարիք չունենք երրորդ կողմի, որպեսզի կարողանանք խոսել մեր հարևանների հետ, հասկանում եք, մշտապես մեր քաղաքական, աշխարհաքաղաքական, դիվանագիտական հայեցակարգը հիմնված է եղել այն բանի վրա, որ մենք մեր հարևանների հետ խոսել ենք երրորդ երկրի միջոցով, երբ որ ինչ որ մի պետության բանա պետք եղել Հայաստանի հետ կապված, ինքը Երևան չեն զանգել, ուրիշ երկիր են զանգել, ուրիշ մայրաքաղաք են զանգել։ Հիմա երբ որ ինչ որ մեկին բանա պետք, զանգում են Երևան։ Ընդ որում, որևէ մեկը չի ասել, որ այդ հարաբերությունները հեշտ են, եւ մենք, երբ որ խոսում ենք մեր հարևանների հետ, միշտ այդ խոսակցությունը հեշտ է լինելու, բայց խոսակցությունը պետք է այն բանի համար, հենց այն բանի համար առաջին հերթին, որ այդ խոսակցության մեջ կան դժվարություններ, որովհետեւ եթե դժվարություններ չկան, խոսակցության կարիք էլ չկա, ուրեմն ամեն ինչ լավ է, բոլորից երջանիկ ենք, եւ այն մարդիկ, ովքեր որ անընդհատ այսպես բայղուշություն են տարածում, որ ահա ոնց կարելի է գնալ Թուրքիա, ոնց կարելի է Ադրբեջանի հետ ուղիղ երկ խոսել եւ այլն, իրենք ինչ են ուզում, իրենք ուզում են որ Հայաստանը որպես պետություն անընդհատ կախված լինի երրորդ միջնորդից, որպեսզի անպայման Հայաստանը ուրիշի միջոցով խոսի իր հարևանների հետ։ Հայաստանը չկարողանա զարգացնել սեփական կարողությունները, հարաբերություններ կառուցելու սեփական հարևանների հետ եւ մտնելու այդ թվում դժվար խոսակցությունների մեջ։ Եվ սա Հայաստանը անընդհատ զարգացման ցածր մակարդակի վրա պահելու քաղաքականություն է, գիտեք, այդպես կենցաղային օրինակ եթե բերենք, դա ոնց որ ուզենաս որ Հայաստանի միշտ լինի որպես երեխա, որը պատրաստ չի խոսել անծանոթների հետ կամ դժվար թեմաներով ուրիշների հետ, որովհետև երեխաներին մենք միշտ պաշտպանում ենք, ասում ենք, որ պիտի շփվես հիմնականում ծանոթ մարդկանց հետ, չէ, ծնողների, տատիկ, պապիկի, քույր, եղբոր, ընկերների եւ այլն, բայց երբ որ մարդը մեծանում է, որպեսզի մարդը կայանա որպես աշխարհի ինքնուրույն քաղաքացի, ինքը պիտի սկսի շփվել եւ սովորել խոսել անծանոթների հետ, սովորել խոսել դժվար թեմաներով, սովորել առաջ մղել սեփական շահերը։ Հիմա մենք որպես պետություն վերջին տասնամյակներին մեզ պահել են այդ երեխայության կարգավիճակում, մեզ ասել են դուք չեք կարող խոսակ, Թուրքիայի հետ չեք կարող խոսակ, Ադրբեջանի հետ չեք կարող խոսակ, սրա հետ չեք կարող, մենք խոսանք ձեր փոխարեն։ Հիմա մենք եկել ենք ասում ենք չէ, մենք արդեն մեծ ենք եւ մենք ինքներս կարող ենք խոսալ։ Եվ
մենք ուզում ենք մեծանալ, հասունանալ քաղաքականապես, որովհետև մեր պետական ավանդույթը ընդամենը մի քանի տասնամյակ է, երրորդ հանրապետության մասին է խոսքը, եւ մենք պիտի անցնենք այս ճանապարհը։ Եվ նրանք, ովքեր որ չեն ուզում, որ մեր պետությունը քաղաքականապես հասունանա, նրանք ամեն ինչ անում են, որպեսզի մենք չկարողանանք խոսել մեր հարևանների հետ։ Տեսա ձեր հարցի պատասխանը, թե ինչու է Թուրքիա այցը, վարչապետի Թուրքիա այցը, այսքան մեծ անհանգստություն առաջացրել որոշ շրջանակների, բայց այդ թվում նաև մեր խորհրդարանական ընդդիմության Ռոբերտ Քոչյան, Սերժ Սարգսյան եւ այդ շրջանակի մոտ, բայց նորից եմ ասում, դա միտված է, այցը միտված է Հայաստանի Հանրապետության անվտանգության, Հայաստանի Հանրապետության տարածաշրջանում Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակի բարելավմանը, բալանսավորման քաղաքականությանը, տարածաշրջանացման քաղաքականությանը եւ սա լինելու է շարունակական։ Վարչապետը գնացել է հարաբերություններ կառուցելու մեր հարևան Թուրքիայի հետ եւ այդ քաղաքականության նպատակն այն է, որպեսզի Հայաստանի շուրջ անվտանգային վիճակը բարելավի, սահմանները բացվեն, երկիրը բարգավաճի եւ մեր քաղաքացիները մնան Հայաստանում, չարտագաղթեն եւ Հայաստանում իրենց զգան նույնքան ավելի լավ, որքան զգում են ուրիշ երկրներում, որտեղ որ նրանք արտագաղթում են, սա մեկ։ Ինչ վերաբերվում է հեծը տալու թուրքական ընկերության եւ այլն, սա նույն թեզի, նույն գաղափարախոսական թեզերի շարունակությունն է։ Մենք տասնամյակներ, եթե ոչ հարյուրամյակներ, դրսի կենտրոնների կողմից ստեղծված թեզերով ենք ապրել։ Մեզ ասել են, գիտեք ինչ, ուրեմն կա Թուրքիա, որը սպառնում է ձեզ, գալու է ձեզ ոչնչացնի, իհարկե ունենք նաև ցեղասպանության պատմությունը եւ օրինակը եւ հասկանալիորեն մեր ժողովուրդն ունի տրավմատիկ հիշողություն, բոլորս դա ունենք։ Եվ ահա այս երրորդ երկրները իրենք այդ տրավմայի վրա կառուցել են իրենց կայսերական գաղափարախոսությունը։ Ասել են, եթե չեք ուզում էլի ձեզ ցեղասպանեն, մենք պիտի միշտ ձեզ փրկենք։ Դուք միշտ պիտի փրկության անհրաժեշտության առջև կանգնած լինեք։ Դուք չեք կարող ինքնուրույն հարաբերություններ կառուցել, դրա համար մենք կգանք եւ ձեզ կփրկենք։ Եվ ամեն անգամ, երբ որ այդ փրկության անհրաժեշտությունը ծագել է, հայ ժողովուրդն է այդ փրկության գինը վճարել։ Եվ ամեն անգամ այդ գինը անհամաչափ է եղել այն իրողություններին, որում որ մենք գտնվել ենք։ Եվ ստեղծել են այդպիսի մի կերպար իդեմս Թուրքիայի եւ ցանկացած բան, երբ որ ցանկանում են մթագնել բանականությունը, առողջ քննարկումը, դա կապում են Թուրքիայի հետ, դա կապում են վախի հետ, մարդկանց էմոցիաները կառավարում են, մարդկանց վախը կապիտալիզացնում են քաղաքականության մեջ, որպեսզի մարդիկ չկարողանան վերլուծել, տրամաբանել, ասել լավ, մի րոպե, այս օրինակ ասենք հեծը ինչ գործունեությամբ է զբաղված, ինչն է լավ անում, ինչն է վատ անում եւ մենք ինչ կարող ենք անել, որ այս իրավիճակը կարգավորենք եւ այս խնդիրը լուծենք։ Սա է ամբողջ քաղաքականությունը։ Հայաստանին, հայ ժողովրդին անընդհատ պահել վախի այդ դեմոկլյան սրի ներքո եւ ասել, որ եթե դու աչ անես, ապա քեզ կուտեն, եթե դու ձախ անես, ապա քեզ կուտեն, եթե դու, չգիտեմ, հարավ գնաս, ապա քեզ կուտեն, եթե դու հյուսիս գնաս, ապա դու կփրկվես օրինակի համար։ Ես նախ կարծում եմ, որ պետք է ավելի շատ վարչապետի այցին նայել մեր երկկողմ հարաբերությունների համատեքստում, որովհետև մենք հիմա վերջին շրջանում Թուրքիայի հետ ունենք բավական դինամիկ կարգավորման գործընթաց եւ մի շարք հարցերի շուրջ կարծում եմ, որ մենք ունենք ընդհանուր ըմբռնում, բայց միևնույն ժամանակ ցավոք սրտի դեռևս այն պայմանավորվածությունները, որոնք որ մենք ձեռք ենք բերել, դեռևս իրագործված չեն եւ ես հուսով եմ, որ վարչապետի այցի արդյունքում մենք ունենանք այդ պայմանավորվածություններից որոշների առնվազն ի կատարածմանը ուղղված կոնկրետ պայմանավորվածություններ։ Սա դժվար աշխատանք է, ժամանակատար աշխատանք է, այս գործընթացում միշտ լինելու են խանգարող կողմեր։ Միշտ պետք է նայել, էլի եմ ասում, պետք է նայել, որ երկրներին ձեռք չի տալիս, որպեսզի Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորի։ Որ երկրներին դուրս չի գալիս, մեկ պետք է պատասխանել այդ հարցին, երկրորդը պետք է պատասխանել այն հարցին, թե Հայաստանում որ շրջանակներին ձեռք չի տալիս, որպեսզի Հայաստանը հարաբերությունները կարգավորի Թուրքիայի հետ։ Ու մենք կտեսնենք, որ այդ երկրները եւ այդ շրջանակները նույնն են, իրենց շահերը նույնն են, նույն մարդիկ, ովքեր Հայաստանում դեմ են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, իրենց բառապաշարը, իրենց խոսույթը նույնական է այն երկրների հետ, որոնք եւս դեմ են Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարգավորմանը։ Իսկ ինչու են դեմ Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարգավորմանը, որովհետեւ Հայաստանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման արդյունքում Հայաստանի համար լավ է լինելու։
Սահմանները բացվելու են, Հայաստանը ունենալու է հավելյալ կոմունիկացիոն այլընտրանքներ, Հայաստանը կարողանալու է իր քաղաքականությունները դիվերսիֆիկացնել, ձվերը տարբեր զամբյուղներից մի զամբյուղից վերցնել տարբեր զամբյուղներում դնել։ Հայաստանի համար նոր, այսպես պատուհանա բացվելու, շնչելու օդ հավելյալ Հայաստանը ունենալու այս ամեն ինչը բնականաբար կոնկրետ երկրների ձեռք չի տալի եւ կոնկրետ շրջանակների ձեռք չի տալիս։ Հիմա մենք որպես պետություն, որպես հանրություն պիտի չշարժվենք էմոցիաներով։ Մենք պիտի հասկանանք, որտեղ են մեզ ուզում մոլորեցնել, որտեղ են աշխատում մեր վախերի վրա, որտեղ են աշխատում մեր տաբուների եւ ստերեոտիպերի վրա, որովհետեւ անազնիվ են բոլոր այն մարդիկ, այն գործիչները, այն շրջանակները, ովքեր որևէ քայլի նկատմամբ ժողովրդի վերաբերմունքը փոխելու համար դիմում են ժողովրդի վախերի վրա, իրենք այսպես այդ բաներին են, սեղմում են այդ կնոպկաներին, հա, վախի կոճակներին են սեղմում, որովհետև մարդիկ վախենան ու չկարողանան ուղղակի ռացիոնալ դատողությամբ գնահատել այս կամ այն բանը, բայց ես նորից եմ ուզում ասել, մենք պիտի մեր ճակատագրի տնօրինումը վերցնենք մեր ձեռքերում, տասնամյակներ եւ հարյուրամյակներ, տարբեր կենտրոններ մեր ճակատագրի տնօրինումը պահել են իրենց ձեռքում, պահել են սեփական գրպանի մեջ։ Մեր ճակատագրի հաշվին առևտուր են արել այլ երկրների հետ, հետո երբ որ իրենց առևտուրն ավարտել են, Հայաստանին որպես մանրադրամ վերադարձրել են կամ բաժանել են իրար մեջ։ Մենք որպես ինքնիշխան պետություն հիմա պիտի ասենք, որ չէ, մենք ենք մեր ճակատագրի տնօրինողը։ Մենք ենք խոսում մեր հարևանների հետ եւ մենք չունենք երրորդ կողմերի կարիք։ Ցավոք սրտի մենք տեսնում ենք, որ այսօր խորհրդարանական ընդդիմությունը Ռոբերտ Քոչյանը, Սերժ Սարգսյանը եւ որոշ ուժեր ավելի շատ ներկայացնում են այն պետությունների շահերը, որոնք ուզում են մեր ճակատագրի տնօրինումը խլել մեր ձեռքից, քան թե մեր պետության շահերը, մեր ժողովրդի շահերը, որը միտված է մեր պետության բարեկեցության։ Դե օրինակ նույն Աղվան Վարդանյանը, որը նման ցնդաբանություններ է խոսում, ինքը Սամվել Կարապետյանի տանն էր, եթե հիշում եք այդ օրը։ Այսինքն իրենց մեթոդաբանությունը պետք է հասկանալ, որ նույնն է, երբ որ Սամվել Կարապետյանն ասում է իրենց ձևերով, ինքը նկատի ունի նաև իրենց ասելով նաև նկատի ունի օրինակ Աղվան Վարդանյանի ձևերով, իրենց կուսակցության, դաշնակցության ձևերով, չէ՞ որ դաշնակցությունը տվել է այնպիսի գործիչներ, այս ճակերտավոր, ինչպես օրինակ Նաիրի Հունանյանը, չէ՞ որ դաշնակցության քաղաքական առաջնորդը Ռոբերտ Քոչյանն էր, որի թիկնապաները զուգանում մարզեցելով սպանում էին, որի օրոք տասնյակ քաղաքական սպանություններ են։ Իրենց ձևերը դա է։ Ու երբ որ ասում է մեր ձևերով, հետո այդ մերոնք հավաքվում են իրար տան դիմաց, դու հասկանում ես իրենց ձևերը որն է։ Եթե իրենց ձևերը ուրիշ էր, եթե իրենք ավելի շատ եթե ինքը նկատի ուներ ավելի շատ հաշտեցման մասին էր խոսում, որովհետև ես իմացա, որ փաստաբանն ասել էր հաշտեցում եւ այլն։ Գիտեք, դրա մասին խոսելու լավագույն առիթն այն ժամանակ էր, երբ որ Սամվել Կարապետյանը իր տանից դուրս եկավ եւ պիտի իրավապահների հետ գնար, ինքը պիտի ասեր ես հաշտեցման կոչ եմ արել։ Իսկ ինքը ինչ ասեց, ինքը ասեց ես թքած ունեմ իրանց վրա էլ, հեծի վրա էլ։ Եվ դա բոլորովին հաշտեցման տրամաբանության մեջ չի։ Եվ դրանից հետո նոր փաստաբաններն ասում են, չէ, ինքը նկատի է ունեցել հաշտեցում, բայց միջև այդ ինքը արդեն առիթ ուներ, չէ, լրագրողների հետ խոսելիս ասել ժողովուրդ ջան, ես նկատի եմ ունեցել հաշտեցում։ Չնայած այդ բառապաշարը, այդ խմբակը եւ այլն, բոլորովին հաշտեցման տրամաբանության մեջ չի։ Եվ օրինակ, եթե Սամվել Կարապետյանը որոշի Ռուսաստանում հաշտեցնել, օրինակ, կառավարությանը, երկրի ղեկավարությանը մեկ ուրիշի հետ, ինքը դիմելով Ռուսաստանի իշխանություններին կասի այս փոքրիկ խմբակը, չի ասի, չէ՞։ Ասեք, Կտրիչ Ներսիսյանը խախտել է եկեղեցու սահմանադրությունը եւ Կտրիչ Ներսիսյանը լեգիտիմ կաթողիկոս չէ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտրվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից 2021 թվականի եւ նա լեգիտիմ վարչապետ է։ Տարբերությունը սա է, իրենք ինչքան էլ ուզում են պահանջեն Հայաստանի Հանրապետության սահմանադրության եւ օրենքների համաձայն վարչապետը լեգիտիմ վարչապետ է։ Կտրիչ Ներսիսյանը լեգիտիմ կաթողիկոս չէ, որովհետև նա խախտել է կուսակրոնության ուխտը եւ միջև այս պահը նա հրաժարվում է ասել հիմա ինքը զավակ ունի թե չունի։ Ավելին, սրբազանները, որոնք որ պաշտպանում են Կտրիչ Ներսիսյանին, հիմնավորում եւ արդարացնում են, հա դե լավ ինչ կա, որ կուսակրոնության ուխտի խախտման մեջ դուք կարաք մի ամիս առանց կնոջ դիմանաք։ Սա այսինքն մենք պիտի այս պահին արդեն արձանագրենք, որ եկեղեցու բարձրաստիճան ղեկավարությունը հաստատել է այն փաստը, որ կուսակրոնությունը խախտված է եւ դա նորմալ է եւ սրբապղծությունը նորմալ է եւ դա համարվում է կանոն։ Եթե այդպես է, դա նշանակում է, որ բոլոր այն իսկապես հավատացյալ
բարեպաշտ եկեղեցականները, որոնք որ հավատում են եւ հավատարիմ են սեփական ուխտին, նախ եւ առաջ իրենք պիտի մտածեն, սա ինչի մասին է խոսում։ Ինչի մասին է խոսում եւ արդյոք Կտրիչ Ներսիսյանը, Աջապահյանը, Բագրատ Գալստանյանը եւ մյուսները, որոնք որ այդ սրբապղծության մեղսակիցներն են, իրավունք ունեն իրենց այդ առաքինի հոգեվորականներին կարգադրություններ անելու, չգիտեմ, առաջնորդելու, ղեկավարելու եւ այլն, ունեն թե չունեն։ Այն որ ժողովրդի մոտ Կտրիչ Ներսիսյանը այլևս չունի հոգևոր առաջնորդի իր կարգավիճակը եւ կորցրել է լեգիտիմությունը, դա փաստ է։ Եթե անգամ ինքը դա հիմա գուցե չի զգում, որովհետեւ օրինակ կարող է իրանք պղպջակի մեջ են ապրում, որովհետեւ նույն մարդկան շրջանակը նույն բանն է ասում, դա դեռ չի նշանակում, որ իրականությունը այդպեսին չի։ Եվ որքան շուտ իրենք հաշտվեն այս իրողության հետ, այնքան ավելի շուտ հնարավորություն կունենան առողջացնելու եկեղեցին, որովհետև այսօր եկեղեցու առողջացման առաջին քայլը պիտի անի Կտրիչ Ներսիսյանը, ազատելով վեհարանը եւ հնարավորություն տալով, որպեսզի եկեղեցին առողջանա։ Եկեղեցու առողջացման, եկեղեցու նկատմամբ վստահության վերականգնման առաջին քայլը եւ երաշխիքն այն է, որ Կտրիչ Ներսիսյանը ազատի վեհարանը, որովհետեւ ինքը այլևս չունի այն լեգիտիմությունը, որն ունեցել է։ Եվ որքան էլ որ, այսինքն դա բարձր չէ, դա չափելի չի, սոցիալական հարցումներով կամ ընտրությամբ չի դա տեղի ունենում։ Ժողովուրդը չի գնում ընտրում կաթողիկոսին, որպեսզի քվեներով դա հաստատվի, բայց ակնհայտ է, որ դա մի իրողություն է, որի հետ նրանք չեն կարող հաշվի չնստել։ Հայաստանի Հանրապետությունը այս տարի մամուլի ազատությամբ աշխարհում 34-րդ տեղն է։ Վերջակետ։ Սա լրացնելու մասին, այսինքն մենք չենք կարող լրացնել որևէ մեկին այն ժամանակ, երբ որ Հայաստանը նույնիսկ Եվրոպական միության որոշ երկրներից առաջ է մամուլի ազատությամբ աշխարհում, որովհետև երբ որ դու ուզում ես ինչ-որ մեկին լրացնես, դու քո մամուլը լինում է ոչ ազատ, քո մամուլը լինում է ռեպրեսիվ, մարդիկ չեն կարողանում իրենց կարծիքը հայտնել։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում մամուլի 80%-ը գտնվում է ընդդիմության ձեռքում։ Այսօր եկեք նայենք, թե քանի հատ լրատվամիջոց է գնում եւ լուսաբանում նույն Կտրիչ Ներսիսյանին, քանի մամուլի միջոց են լուսաբանում նույն ընդդիմադիր տերտերներին, որոնք որ մտել են այսպես ոտքից գլուխ խրվել են քաղաքականության մեջ, անում են քաղաքական հայտարարություններ, մոռացել են սեփական ուխտը եւ զբաղված են բոլորովին ուրիշ բաներով։ Ոնց կարող ենք մենք փորձել իրենց այդ ձևով լրացնել։ Մենք Հայաստանում այսօր բոլոր ունեն ազատ խոսելու հնարավորություն։ Այսօր մարդիկ ավելի շատ բողոքում են ոչ թե նրանից, որ լրացված են, այլ որ չլրացված են։ Այսօր շատ մարդիկ մեզ քննադատում են, ասում են, ով ինչ ուզում խոսում է։ Ատելության խոսքից են բողոքում, այդ գզվրտոցից են բողոքում, բայց դա էլ գիտեք մեր այսօրվա ընթացքի մեր պետության հասունացման կարևոր ճանապարհներից մեկն է։ Մենք մշտապես հենց ապրել ենք այդպիսի միջավայրում, որտեղ որ եղել է մի երկու հատ արդեն նախապես գծված ճշմարտություն, գրված ճշմարտություն, այդ ճշմարտությունները չեն գրվել նորից Հայաստանում, ուրիշ կենտրոններում գրվել են այդ ճշմարտությունները, մատուցվել են Հայաստանին, ասել են սենց է, դուք սենց պետք է ապրեք։ Եվ Հայաստանի ժողովուրդը չի ունեցել հնարավորություն, որպեսզի քննարկի, քննադատի, վիճարկի այդ ճշմարտությունները, ասի չէ, ես սենց եմ ուզում ապրել։ Այսօր մենք այդ հնարավորությունը ունենք։ Այսօր մեզ քննադատում են, թե խի է այսքան շատ քննարկում, խի է այսքան շատ բանավեճ, խի է այսքան թեժ քաղաքական համակարգը, խորհրդարանը, եւ սա նորմալ է, ժողովրդավարության կանոնն է, որովհետեւ ժողովրդավարությունը աղմկոտ քաղաքական համակարգ է, բռնապետությունը լուր քաղաքական համակարգ է։ Մենք չենք կարող վերադառնալ բռնապետությանը այն բանի համար, որ մեր նյարդերն ավելի հանգիստ լինեն։ Մենք պետք է ընտրենք, կամ պիտի մեր նյարդերը լինեն մի քիչ անհանգիստ, բայց մենք ունենանք ժողովրդավարություն, ունենանք քննարկում, կարողանանք լսել տարբերվող կարծիքներ, նույնիսկ կարողանանք լսել հակապետական կարծիքներ եւ ճանաչել, թե ովքեր են ներկայացնում այլ պետության շահերը, քան թե ունենալ բռնապետություն, որտեղ որ ասվում է մի քանի նախադասություն, մի քանի ճշմարտություն եւ մեր ամբողջ կյանքը կառուցված է այդ սահմանների մեջ ու մենք չենք կարող աջ, ցախ, վերև, ներքև անել։ Ես կարծում եմ, որ ժամանակակից աշխարհում մենք պիտի ընտրենք առաջինը։ Այո, յուրաքանչյուր կառավարման քաղաքական համակարգ ունի իր գինը, այսպես ասած։ Ժողովրդավարության գինը դա անհանգիստ նյարդերն են։ Բռնապետության գինը դա աքսորված մարդիկ են Սիբիր, աքսորված եւ չգիտեմ, քաղաքական սպանություններն են, հետապնդումներն են։ Ժողովրդավարության գինը ակտիվ քննարկումներն են, աղմուկն է, բռնապետության գինը լռությունն է, բայց այդ լռության մեջ ավելի շատ է լսվում
մարդու իրավունքների խախտման, հետապնդումների եւ բռնապետության ձայնը։ Եվ ես կարծում եմ, որ մենք այդ էջը փակել ենք հավերժ։ Ժողովրդավարությունը անշրջելի է Հայաստանում, եւ մենք ուղղակի պիտի որպես ժողովուրդ եւ որպես հասարակություն կարողանանք զարգացնել ժողովրդավարությունը, ամեն մեկս մեր ներդրումն ունենալ որպես քաղաքացի, որպես պետական պաշտոնյա, որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ եւ ի վերջո հասնել նրան, որ մենք պաշտպանենք եւ ուժեղացնենք մեր պետության ինքնիշխանությունը։ Այսօր Հայաստանում կռիվը չի գնում օրինակ հեծի համար, եկեղեցու համար, կամ եկեղեցու դեմ ավելի ճիշտ, չի գնում իշխանություն պարզապես իշխանություն ունենալու համար։ Այսօր Հայաստանում կռիվը գնում է Հայաստանի ինքնիշխանության համար։ Մենք կռիվ ենք տալիս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, պետականության, անկախության եւ ժողովրդավարության համար։ Բոլոր մնացած հարցերը տարբեր թելերով կապված են այս ամեն ինչին։ Բոլորը տարբեր թելերով, եկեղեցու վերնախավը տարբեր թելերով կապված է այս հարցին։ Խոշոր տնտեսվարողների մի մասը, որոնք որ տարբեր պետությունների շահեր են ներկայացնում, կապված են այս հարցին։ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ իրենց շրջապատը տարբեր թելերով կապված են այս հարցին։ Ամեն ինչ գալիս հանգում է այդ կիզակետին, որը ինքնիշխանությունն է եւ որը մենք պաշտպանելու ենք։